Հարգելի ունկնդիրներ, այս հաղորդման մեջ ես ձեզ կցանկանայի ծանոթացնել մի քանի հարցերի շուրջ։ Էքստրադիցիա դեպի Հայաստան կամ Ռուսաստան, դատարանի որոշումների վրա ինչեր կարող են ազդել, ընդհանրապես նայել ամեն ինչին 360 աստիճանից, բոլոր տեսանկյուններով, ոչ թե հրամցնել ձեզ խանդավառության կոչեր, հաղթելու ենք, և հիասթափությունը մեծ լինի։ Ես ռեալիստ եմ։ Ես չեմ ցանկանում, որ դուք հիասթափվեք հետո չհասկանալով իրերի լրջությունը։ Ավելի լավ է նախապատրաստվել, կոնստրուկտիվ պլաններ մշակել և դրանով շարժվել։ Հրատապ գործողությունների ցանկ ունենալ, վատ մեր անցանկալի որոշումներն ստանալիս, ոչ թե խուճապի մատնվել, այլ իմանալ ինչ եք անելու։ Սա է իմ դիրքորոշումը, դուք ինչպես կհամարեք, այնպես էլ արեք, ովքեր դա հետաքրքիր չեն համարում, կարող են չդիտել, ովքեր ցանկանում են, կարող եք լսել ուշադիր և նույնիսկ գրի առնել այդ ցանկը և այլը կարևոր հարցերը ձեզ համար։ Դրա համար էլ ես ձեզ բացատրեմ և առաջ կգնանք հերթականությամբ։ Իհարկե, ես չեմ կարող այստեղ խոսել տարբեր բաների շուրջ առանց որևիցե մտածվածության կամ ինչ-որ կարևոր կետեր նշելով իմ մոտ, որ կարդամ։ Ինչու, որովհետև խոսելիս ես կարող եմ լրիվ խառնաշփոթ ձևով ներկայացնել իմ մտքերը, աջից ձախից վերևից ներքևից և կազմակերպված տեսք չունենան, և չեմ ուզում նստել այստեղ և մտածել, թե ինչ կարելի անել, նոր գաղափարներ և այլը հենց հաղորդման ընթացքում։ Իսկ որպեսզի ես չմոռանամ դրանց մասին նշելը, հերթականությամբ, իհարկե, գրառումներ եմ անում և դա իմ աշխատանքն է, իհարկե, և մի քննադատեք, որ ես կարդում եմ որոշ բաներ, դա ինձ հուշում է ինչի մասին խոսել և հերթականություն ունի, այսինքն կազմակերպում եմ, ինչպես ես ճիշտ եմ համարում։ Առաջի հերթին խոսենք էքստրադիցիայի մասին դեպի Հայաստան։ ԱՄՆ-ն ունի էքստրադիցիայի համաձայնագիր Հայաստանի հետ, ինչը որ նշանակում է Հայաստանը պաշտոնապես, եթե խնդրի նրա էքստրադիցիան, ԱՄՆ կառավարության կողմից կստուգվի այդ գործը։ Այնուամենայնիվ էքստրադիցիան ավտոմատ չի իրականացվում։ Դրա արդյունքները կարող են լինել շատ բաներից կախված։ Օրինակ, արդյոք նյութերը, մեղադրանքները, որպես հանցանքներ դիտարկվել են Ամերիկայի օրենքով, թե ոչ։ Հաջորդը, կա արդյոք լուրջ ապացույցներ, որ նա կատարել է այդ հանցանքները, և դիտարկում են, թե դա իրոք քաղաքական հետապնդման արդյունք է արդյոք այդ մեղադրանքները, և կարող են լինել մարդու իրավունքների խախտումներ այս հարցում։ Ահա առաջին ռեալիստական, իրական մոտեցումը նայելու իրադարձության այս հարցի խնդրի տեսակետին։ Հնարավոր արդյունքներ։ Եթե նրա իրավաբանական թիմը կարողանա ապացուցել, որ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են առաջադրվել, ապա Հայաստանը, և որ Հայաստանը ցանկանում է նրան պատժել քաղաքական նկատառումներով, ապա Ամերիկան կարող է մերժել էքստրադիցիան, ինչը որ մենք կարծում էինք։ Սակայն եթե ԱՄՆ-ն համոզված է, որ մեղադրանքները իրավաբանորեն ճիշտ են, նա կարող է էքստրադիցիայի ենթարկվել։ Սրանք հնարավոր արդյունքներն են։ Այն էլ է պետք դիտել, այն էլ երկու կողմն էլ
ոչ թե նայել միայն մեկ ուղղությամբ և խաբվել։ Հաջորդը քաղաքական ապաստարան Ամերիկայում։ Ապաստարան ստանալու համար նա պետք է ապացուցի, որ իրեն քաղաքական համոզմունքների համար հետապնդվում է և ոչ թե իրական հանցագործություններ կատարելու համար։ Եվ նա պետք է ապացուցի նաև, որ եթե ենթարկվի կամ արտաքսվի ձերբակալության, արտաքսման, կարող է ենթարկվել խոշտանգումների և նույնիսկ մահվան մտանգի, եթե վերադարձվի Հայաստան։ Հայաստանի կառավարությունը պետք է ապացուցի նա, որ քաղաքական ընդդիմախոսների թիրախավորման և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ պատմություն ունի, այսինքն այդպիսի դեպքեր եղել են։ Այսինքն, ապաստարան պահանջելու համար այս 3 կետերը շատ կարևոր են, որ նա կարողանա ապացուցել։ Հետապնդում է հայացքների համար և արտաքսման դեպքում ունի բավական վտանգներ և ապացուցի, որ Հայաստանի ունի նման իստորիա, պատմություն, որ ընդդիմախոսներին հետապնդման է ենթարկում։ Այս 3 պայմանները շատ կարևոր են։ ԱՄՆ կառավարությունը սովորաբար չի տրամադրում ապաստարան այն անձանց, ովքեր մեղադրվում են ծանր հանցանքների մեջ, փողերի լվացում, շանտաժ և այլն։ Եթե մեղադրանքները դիտարկվում են որպես քաղաքական խարդախություն, ապա նա կարող է ուժեղ դիրք ունենալ։ Մարդու իրավունքների կազմակերպությունները, նրանց աջակցությունը, ԶԼՄ-ների ուշադրությունը և այդ մեր պետիցիայի ստորագրությունները, որ հիմա հասել են 8000-ից ավել, կարող են օգնել նրա ապաստարանի հայցին։ Այսինքն, լավ, անցնենք առաջ։ Եթե ԱՄՆ տեսնի որոշակի ապացույցներ քաղաքական հետապնդման վերաբերյալ, նա կարող է խուսափել էքստրադիցիայից և հնարավոր է, որ ստանա ապաստարան։ Եթե ԱՄՆ կարծում է, որ քրեական մեղադրանքները լեգիտիմ են, նա կարող է ենթարկել էքստրադիցիայի։ Ինչքան ԶԼՄ-ներ շատ, տեսահոլովակներ, իրավաբանական աջակցություն լինի և հասարակական ճնշում, նրա հնարավորությունները կավելանան, գոնե քաղաքական ապաստարանի համար։ Ինչպես տեսնում եք, մեր ճնշում գործադրելը, ԶԼՄ-ներին դիմելը, մարդու իրավունքների կազմակերպություններին դիմելը և մեր հասարակական ճնշումը պետիցիայով և այլը շատ կարևոր դեր է խաղում դրանում։ Եթե Վարդանը ունի ռուսական քաղաքացիություն, կարծեմ ունի իհարկե, դա ավելացնում է լրիվ այլ բարդություններ։ Ահա և մի քանի կարևոր նկատառումներ այդ մասին։ Եթե կանգնած է արտահանձնման վտանգի առաջ, որ Ռուսաստանը ներգրավի, հատկապես եթե հայկական կառավարությունը պահանջի նրա վերադարձը, քանի որ նրանք կարող են փորձել ձևավորել մեղադրանքները այնպես, որ դրանք կարողանան դարձնել արտահանձնման գործընթացը Ռուսաստանին ավելի գրավիչ երկու կողմերի համար։ Սակայն ԱՄՆ պետք է գնահատի, թե արդյոք նրա արտահանձումը Ռուսաստանին համապատասխանում է միջազգային իրավունքների պաշտպանության չափանիշներին։ Այսինքն Ամերիկան միշտ կարևորություն է տալիս տվյալ երկրի արտահանձնումը մարդու իրավունքների չափանիշները պաշտպանության չի խախտվում, թե խախտվում է, դրանից ելնելով նա պետք է որոշում կայացնի։ Ռուսաստանը, ինչպես գիտենք, հայտնի է իր քաղաքացիների արտահանձնման պահանջներով,
բայց քաղաքական հետապնդումները կարող է խոչընդոտել նման քայլը։ Ռուսաստանի դերը այս գործում։ Քանի որ Վարդանը ունի ռուսական քաղաքացիություն, Ռուսաստանը կարող է պահանջել նրա վերադարձը, բայց Ամերիկան պետք է հաշվի առնի, որ թե արդյոք մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են կատարվում եւ արդյոք ռուսական կառավարությունը ունի քաղաքական հետապնդումների պատմություն։ Ինքներդ մտածեք։ Արտահանձնում է երկրին, որտեղ անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, անարդար դատաքննության, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի միջազգային մարդու իրավունքների ստանդարտների խախտման։ Այս ստանդարտները Ամերիկան ցանկանում է պահպանել։ Անցյալում ԱՄՆ-ն կասեցրել է նման արտահանձումները այն երկրներ, որտեղ անձը կարող է ենթարկվել բռնության, քաղաքական հետապնդման եւ արտաքսման սկզբունքների համաձայն, եթե տեսնի կանխարգելիչ խանգարող թեզեր, իհարկե չի անի։ Ռուսաստանում քաղաքական հետապնդման ռիսկը։ Ռուսաստանը հայտնի է քաղաքական ընդդիմախոսների ճնշմամբ։ Եվ եթե Վարդանը դիտվում է որպես հայկական կառավարության կոռուպցիայի քննադատ, Ռուսաստանը նույնպես կարող է չդառնալ նրա համար անվտանգ երկիր։ Ռուսաստանի կառավարությունը կարող է հարել Հայաստանին, եթե այնտեղ հակադեմիական կամ հակասության լրագրողական գործողություններ լինեն։ Եթե սա կարող է ավելացնել նրա քաղաքական հետապնդման եւ նույնիսկ բանտարկության ռիսկը Ռուսաստանում, եթե արտահանձվի։ Այսինքն այս բաները Ամերիկան հաշվի առնում։ ԱՄՆ-ի իրավաբանական համակարգը հաշվի առնում մի քանի գործոններ նախքան արտահանձնումը, մինչև համաձայնության տալը։ Այդ թվում այն, եթե արդյոք անձը կարող է ենթարկվել քաղաքական հետապնդման պահանջվող երկրում կամ նրա հարակից երկրում։ Արտահանձնումը երկրին, որտեղ կարող են հետապնդվել քաղաքական հայացքների համար, իսկ Ռուսաստանը հաշվի առնելով նրա անդիմադիր գործունեությունը, մարդու իրավունքների խախտումներ, որոշ դեպքեր եւ այլը, կարող է արգելվել ԱՄՆ-ի դատարանի կողմից, հիմնվելով միջազգային իրավունքների պաշտպանության վրա։ Ինչպես տեսնում եք, շատ բաներ է կախված, եթե քաղաքական հետապնդման ապացույց լինի եւ այդ դեպքում անպայման Ամերիկան հաշվի կառնի այն փաստը արտաքսվող երկրում նրան ինչ է սպասում, արդար դատավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, թե ոչ։ Եթե ոչ, չի կարող արտաքսել իր սկզբունքները դավաճանելով, իր հեղինակությունը նման բան թույլ չի տա։ ԱՄՆ կառավարությունը կարող է նաև ուշադիր լինել Ռուսաստանի հետ կապված քաղաքական ազդեցության մասին, հաշվի առնելով ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Հնարավոր է, որ Ռուսաստանի պաշտոնյաները փորձեն ազդել որոշման վրա, սակայն ԱՄՆ-ն կարևորում է միջազգային հեղինակությունը, ինչպես արդեն ասեցի, երբ խոսքը վերաբերվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցին։ Ինչպես տեսակ այս ամենից, երկու դեպքում էլ Ամերիկան հաշվի առնում իր հեղինակությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրները, հակասությունները, որ կարող են տեղի ունենալ իր գործողության որոշման հետևանքով։ Դա չի կարող ինքը թերագնահատել կամ ուղղակի չնկատել։
դա բացառվում է։ Ինչ կարող է արվել, եթե օրինակ քաղաքական ապաստարանի խնդիր առաջանա։ Ինչ են հնարավորությունները եւ ինչ է պետք դրա համար։ Բերեք քննարկենք այս հարցը եւս, միգուցե դրա կարիքը լինի։ Քանի որ Վարդանը կանգնած է քաղաքական հետապնդման վտանգի առաջ, կարող է եւ արժե դիմել քաղաքական ապաստարանի ԱՄՆ-ում։ Նամանավանդ եթե կա վտանգ, որ հայկական կառավարությունը, այնպես էլ ռուսական իշխանությունները կարող են քաղաքական շարժառիթներով եւ այլ հակասական գործողություններ անել եւ վտանգել նրա կյանքն ու առողջությունը։ Եթե նրան շնորհվի ապաստարան Ամերիկայում, նա կպաշտպանվի արտահանձնման դեմ, թե Ռուսաստան, թե Հայաստան։ Այսինքն քաղաքական ապաստարանի դեպքում նա ոչ միտեղ էլ չի արտահանձնվի։ Այս ամեն ինչի մեջ գնում է նույն թելը, որպեսզի ապացուցի, որ ինքը քաղաքական հետապնդումների զոհ է եւ իր կյանքին վտանգ է սպառնում, արդարադատություն չի լինելու այն երկրներում, որտեղ ինքը պետք է արտահանձվի։ Ինչպես տեսակ, Վարդան Հակոբյանը այսօր խոսում էր, որ իրենք այն փուլում են, որ կոչվում է bail-out, գրավի դիմաց բաց թողում, ժամանակավոր, գործընթացները քննվում են եւ այլը նիստեր տեղի են ունենում, բայց հիմա նա լինի դրսում, այդ փուլում են նրանք։ Ինչպես անցած հաղորդման մասին ասեցի, ասեցի, որ կարող է շատ երկար տևել, մեղադրանքները շատ են, կարող է շատ փուլեր լինել, ինչպես տեսակ իմ գուշակությունները, եզրակացությունը ճիշտ էր, այո, պարզվեց, որ այո, այդ փուլում են, պայքարում են գոնե նրան դուրս հանել ազատության մեջ, նոր դատավարությունները շարունակել, պայքարել եւ այլը, այսինքն այդտեղ էլ ճիշտ է։ Շարունակել բարձրացնել զգոնություն Վարդանի դեմ, բարձրացված մեղադրանքների, քաղաքական շարժառիթների վերաբերյալ կարող է օգնել այս գործին, միջազգային ճնշում գործադրել, կասեցնելու նրա արտահանձնումը, այդ գործընթացը թե Հայաստան, թե Ռուսաստան, դա է մեր խնդիրը, մեր զգոնությունը եւ ճնշումները։ Միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունները, ինչպես են ՄԱԿ-ը, Amnesty International-ը, Human Rights Watch-ը, այս բոլորը կարող են կարևոր դեր խաղալ նման իրավիճակներում։ Ինչպես եթե դուք հետևում եք իմ անցած հոլովակներին, ես բացատրել եմ, որ արդեն դիմել եմ սրանցից երկուսին։ Մենք արդեն դա ի նկատի ունենալով Ռուսաստան արտահանձնումը անշուշտ հնարավոր է, սակայն ռիսկային։ ԱՄՆ չի ցանկանում նրան ուղարկել այնտեղ, հաշվի առնելով քաղաքական հետապնդման հնարավորությունը։ Եվ հաշվի առնում նաև այնտեղի կոռուպցիայի մասին, նրա իրավաբանական թիմը պետք է կարևորի Ռուսաստանի եւ Հայաստանի մեջ նրա հնարավոր մարդու իրավունքների խախտումները կասեցնելու ցանկացած արտահանձնման գործ։ Հարգելի իրավաբաններ, ապացուցեք, որ անպայման նման կասկածելի իրավիճակներ կան եւ գոյություն ունեն, ապացուցեք, որ դա այդպես է։ Մարդու իրավունքները կարող են խախտվել այս երկու երկրների արտահանձնման դեպքում։ Ձեր խնդիրն է կենտրոնանալ հիմա առաջին հերթին դրա վրա։
իմ կարծիքով, ես փաստաբան չեմ, որ ձեզ խորհուրդ տամ, բայց իմ հետազոտություններն ու եզրակացությունները սրան են գալիս, ցանկանում եք լսեք, չեք ցանկանում մի լսեք, դա ձեր գործն է։ Հրատապ գործողություններ, այս կետը, մենք կարիք ունենք բոլորիդ մասնակցությունը և օգնությունը, որքան հնարավոր է, որքան շատ, այնքան լավ, ժամանակն է գործողության համար։ Գործողությունների ցանկ կարող է լինել իրավաբանական օգնություն, գտնել մարդու իրավունքների և էմիգրացիոն փաստաբաններ, իրավաբաններ։ ԱՄՆ քաղաքացիական ազատությունների միություն ACLU այս կազմակերպությունը ինչի մասին են նրանք թիրախավորում են քաղաքացիական իրավունքների հետապնդումները, անօրինական կալանավորումները։ Ի նկատի ունեցեք, ուժեղ կազմակերպություն է նաև սա։ Կարող եք գրի առնել, կարող եք դիմել ինքներդ նամակով, կարող եք զանգել, ինչքան ցանկանում եք։ Ես ձեզ հիմա տալիս եմ մեր գործողությունների կատարելիք ցուցակը և ովքեր ակտիվ են, ովքեր այնտեղ են գտնվում, կարող են կապնվել, ահա եթե ուղղորդություն եք ուզում, կոմպաս, այսպես ասած, ինչ է պետք անել, որ կարևոր ազդեցություն ունենա, ես ձեզ տալիս եմ հիմա ցանկը, եղեք ակտիվ, սա մեկ մարդու գործ է միայն։ Ցանկանալ երազել, ովքեր ինչքան ասես կարելի է, բայց կոնկրետ գործողություններ ամենը չի անում։ Իսկ եթե դուք տրամադրված եք հաղթելու և դա ձեր երազանքն է, ցանկությունն է ուժեղ, ուրեմն պետք է գործնական քայլերի դիմել, ոչ թե միայն նստել երազել։ Իհարկե, նրանց համար եմ ասում, ովքեր ունեն այդ հնարավորությունը, Ամերիկայում են գտնվում, անգլերեն խոսում են, չգիտեք ինչ անեք, ես ձեզ տալիս եմ հիմա ուղեցույցը, կոնկրետ գործողությունների ցանկը։ Այս կազմակերպությանը ես արդեն դիմել եմ։ Վաղուց կլինի մոտ 1 շաբաթ։ Ես արդեն վաղուց եմ կանխատեսել հնարավոր վատ հետևանքները և աշխատել եմ կանխարգելել։ Ես չեմ ուզում նստել սպասել վերջի պահին։ Պետք չլինի, լավ, բայց կարելի է բացասական արդյունքները ակնկալելով դրա դեմ կանխարգելիչ քայլեր անել, կարելի է թե ոչ։ Բոլորս ենք ցանկանում, որ ուրախ լինի, ամեն ինչ լավ վերջանա, դրական լինի, բոլորս ենք դա ցանկանում, բայց եթե դուք հաշվի չառնեք կարևոր վտանգները և հնարավոր անցանկալի արդյունքները և դրանց դեմ նախօրոք չպայքարեք, դա լինում է, որ լրիվ անպատրաստ և մատնվում եք խուճապի, չգիտեք ինչ անեք, որ մի տեղը նայեք, մինչև սկսում եք հետազոտել հնարավորությունները, ցուցակ անել նման և այլը, արդեն շատ ուշ է լինում, հետ եք լինում։ Այս ամեն ինչի մասին նախօրոք է պետք մտածել, չէ՞։ Այսինքն լավը մտածենք, ցանկանանք, բայց վատին պատրաստվելը պետք է, այս է իմ ասածը։ Վարդագույն երազանքները մի կողմ դնենք։ Այսպես, ուրեմն ասեցի ACLU, գրում եք Google-ում, գալիս է կազմակերպության կայքը։ Սա Ամերիկայի մեր հայրենակիցների համար։ Շարունակում եմ ցանկը։ ԱՄՆ էմիգրանտների իրավունքների կենտրոն, կներեք, NIGC,
Այս կազմակերպությունը զբաղվում է ապաստարան հայցողների և արտաքսման վտանգների ենթարկված միգրանտների պաշտպանությամբ։ NIGJC Գիտեք ինչ, ես այս ցանկը կարող եմ դնել իմ տեսահոլովակի տակ, որտեղ դուք կարող եք կարդալ։ Դա ուղղակի հենց հոլովակի տակն է, բացում եք այնտեղ եւ գրված կլինի այս կազմակերպությունների անունները։ Երրորդ, մարդու իրավունքների մասին կազմակերպություններ ապաստարան ստացող քաղաքական փախստականների պաշտպանության դրանք շատ են։ Կա նաև կազմակերպություն, որ կոչվում է IRAP, աշխարհահռչակ փախստականների օգնության նախագիծ, սահմանափակ իրավաբանական օգնություն տալու կազմակերպություն է սա։ Հայկական իրավաբանական ասոցիացիա Ամերիկայում։ Սրանուն էլ ես ձեզ կտամ կայքը, այնտեղ կարող եք գտնել հայ իրավաբաններ, եթե գործը հասնի դրան, որ կարելի է ներգրավել այս գործին կամ լրացուցիչ օգնություն տալ։ Ահա և այս ցանկը անցանք առաջ։ ԶԼՄ-ների ճնշում, ավելացնել լրատվական միջոցների այս մասին լույս սփռելը, հոդվածներ գրելը։ Կան հայկական ԶԼՄ-ներ Ամերիկայում, ինչպիսիք են Ասպարեզը, Հայրենիք շաբաթական օրաթերթը, Արմենիա շաբաթական օրաթերթը։ Ես արդեն դիմել եմ այդ երկուսին 3 նամակով բացատրելով ինչ է կատարվում եւ խնդրելով նրանց աջակցությունը այս գործին հնարավոր մեթոդներով։ Կարող եք նաև սկսել սոցիալական հարթակներում մեդիա արշավներ։ Կարող եք Twitter-ներում գրել Ազատություն Վարդան Ղուկասյանին հաշտագներով։ Կարող եք պահանջել մարդիկ նշեն Ամերիկայի քաղաքական գործիչներին, որ մարդու իրավունքների խմբերին հրապարակումներ անելու։ Օրինակ, քաղաքական ճնշման համար, օրինակ, կապ հաստատել ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ, սենատորների, կոնգրեսականների հետ։ Հիմա տեսակ, առաջինը ես առաջարկեցի ցանկը մարդու իրավունքների կազմակերպությունների վերաբերյալ, երկրորդը մեդիայի մասին, մեդիայի կողմից ճնշման, հիմա անցնում ենք հաջորդը, հաջորդ գրուպան, այսպես ասենք խումբը, արդեն ԱՄՆ-ի պաշտոնյաների վերաբերյալ։ Հայ-ամերիկական ներկայացուցիչներ կարող են այնտեղ լինել, ասում են Ադամ Շիֆը եւ այլը, Աննա Էշոու եւ այլը։ Դուք կարող եք Սենատի էջում գտնել այդ կոնգրեսականների էջը եւ նրանց հետ կապնվել։ Գրելով ձեր տվյալները, հասցեն անուն ազգանուն հեռախոսի համար նահանգ եւ քաղաք իհարկե։ Կարող են կապնվել Նևադայի տեղական քաղաքական գործիչների հետ, Լաս Վեգասում օրինակ, եւ խնդրել նրանց օգնությունը։ Ես արդեն կապնվել եմ դրանցից մեկի հետ, նամակով 3։ Կարող ենք բողոքի ակցիաները շարունակել մեր Change.org-ում, որ արդեն բավականին շատ ստորագրություններ է հավաքել եւ եթե այս գործը շատ երկարատև տևի, այս ստորագրությունները կավելանան, ավելի մեծ ազդեցություն կունենան եւ ավելի մեծ ուշադրություն կհրավիրեն։
Այնպես որ խնդրում եմ շարունակեք ստորագրել, կարող եք դոնատներ նվիրատվություններ չանել այդ էջին, ուղղակի տարածեք ինքներդ ձեր ծանոթների բարեկամների միջև, նաև տեղադրեք ձեր սոցիալական էջերում, չէ որ բացի ձեր ծանոթներից այլ մարդիկ էլ են նայում ձեր էջերը և կնկատեն այդ պետիցիան և գուցե միանան։ Հիմա մի փոքրիկ ասեմ այդ նիստը արգելելու մասնակցությունը այդ արգելքի վերաբերյալ։ Որպես կանոն միգրացիոն նիստերը բաց են հասարակության համար, եթե անվտանգության խնդիրներ չկան։ Եթե դատավոր օրինակ սահմանափակել է այդ մուտքը, նրա իրավաբանները Վարդանի կարող են ներկայացնել հայտ այդ խնդրի վերաբերյալ, եթե ցանկանան։ ACLU կազմակերպությունը և մամուլի ազատության խմբերը նորից կարող են դիմել այդ հայցով։ Հիմա իմ մտքերը։ Մենք բոլորս մեծ քայլեր ենք արել տեսանելիության համար, իրավաբանական ճնշման համար։ Նրա պաշտպանությունը լավագույն ձևի ավելացնելու համար մենք պետք է ունենանք այս երեքը. ազդեցիկ իրավաբանական պաշտպանություն, միգրացիոն իրավաբանները պետք է ապացուցեն քաղաքական հետապնդումը, երկրորդ, ԶԼՄ-ների և քաղաքական աջակցությունը, որքան շատ ուշադրություն լինի, այնքան դժվար կլինի ԱՄՆ-ին անտեսել այս խնդիրը և դրա հետևանքները։ Ինչպես տեսնում եք, քաղաքական աջակցությունը ԶԼՄ-ների տեսանելիությունը շատ կարևոր է։ Ի հակադարձ նրա կուսակցության անդամների, որ ոչ գործին չխանգարելու համար եղեք լուռ, հանգիստ, ոչ մի բան, մի աղմուկ բարձրացրեք, որ ամեն ինչ լավ վերջանա, դա այդպես չէ, դա այդպես չէ։ Համայնքների մոբիլիզացիան, բողոքներ, դիմումներ, ուղիղ ձեր բողոքները կարող եք դիմումները օգտագործել, դիմել այդ կոնգրեսականներին, մեդիաներին և այլը։ Սա լուրջ մտածված ստրատեգիա է։ Եթե ինձ հետ համաձայն չեն, թող ապացուցեն, որ դա սխալ է։ Սա այս ամենը ես հետազոտել եմ և ինձնից չեմ հորինում։ Սա է ճիշտ ուղղությունը, ճիշտ քայլը։ Ինչ կարելի է անել։ Եթե դուք հնարավորություն ունեք այնտեղ գտնվելու ժամանակ պաստառներով, դրոշակներով և այլը, կարող եք տեսանյութեր, վիդեո արձանագրել, ռեկորդ անել և դրանք ցույց տալ մեդիաներին տեղային կամ ձեր քաղաքի և ցույց տալ, թե ինչ է կատարվում այսինչ տեղը և խնդրել հոդվածներով աջակցել։ Մենք պետք է նախապատրաստվենք։ Մենք պետք է նախապատրաստվենք բացասական որոշման դեպքի, եթե այդպես կատարվի դրան պետք է պատրաստվել։ Այսինքն, ԶԼՄ-ների հետ կապը իհարկե։ Լրագրողները նույնիսկ իրենց email հասցեների վրա եկած այդ ձեր email-ները ստուգում են նաև հանգստյան օրերին։ Եթե մենք չենք ստացել պատասխաններ նրանցից մինչև հիմա, եթե կապնվել ենք լրագրողների հետ, ոչինչ, որովհետև միգուցե նրանք զբաղվում են այդ գործերով, ուղղակի չեն ուզում, այսպես ասած, աչոտ տալ, հաշիվ տալ։
Պատրաստենք իրավաբանական կոնտակտները։ Եթե դատավճիռը բացասական լինի, իրավաբանները պետք է անմիջապես գործի անցնեն։ Մարդու իրավունքների միգրացիոն խմբերի կոնտակտները պետք է մեր ձեռքում պատրաստ լինի արագ գործելու։ Այսինքն, մեդիաների կոնտակտները պատրաստ լինի նամակները, միգրացիոն խմբերի մարդու իրավունքների կոնտակտների խմբերը, նրանց մասին, նրանց էջը, կայքը, հեռախոսները պետք է պատրաստ լինեն, իրավաբանների միգուցե կոնտակտները, այս ամեն ինչին պատրաստվել է պետք։ Եթե դուք լավ արդյունք եք ցանկանում, միայն ցանկանալով չի նորից եմ կրկնում։ Կոնկրետ գործողություններ է պետք արվի։ Եթե դուք ամեն ինչ փորձել եք, ամեն հնարավոր քայլերը, եւ եթե չստացվի, հակառակ դեպքում կարող եք ասել ամեն ինչ փորձեցինք։ Միայն ցանկությունը այստեղ դեր չի խաղում, ժողովուրդ։ Կոնկրետ քայլեր։ Բերեք բացատրենք այն պահերը կարող են լինել երկուշաբթի օրը, դատավարությունից հետո, վճիռները։ 3 բան կարող է լինել։ Այս 3-ը, մտածեք, ես ռեալիստական եմ ասում, իրական թե չէ։ Առաջին, ինչ է հնարավոր։ Դատավորը հետաձգի նիստը նորից։ Ինչպես տեսակ, շատ փուլեր ունի անցնելու, կարող է եւ հետաձգել, որոշում չկայացնել։ Այդ դեպքում դա մեզ լրատվական, իրավաբանական միջոցների դիմելու համար ժամանակ է տալիս։ Մենք այստեղ շահում ենք ժամանակ։ Եթե վճիռը բացասական լինի, այդ դեպքում հրատապ առարկման համար շտապ իրավաբանական գործողությունների անհրաժեշտություն կա։ Շտապ պետք է իրավաբանական գործողություններ։ Երրորդ հնարավոր արդյունք կարող է լինել։ Դատավորը նրա օգտին որոշում կայացնի։ Լավ, ավելի լավ։ Դա կլինի մեր հաջողությունը, մեր ուրախությունը եւ ձեր ջանքերի արդյունքները նաեւ։ Բայց ի նկատի ունենանք, որ Հայաստանի կառավարության ճնշումը կարող է նաեւ շարունակվել նույնիսկ այդ վճռից հետո։ Բայց դա ոչինչ։ Հրատապ գործողություններ։ Եթե ամենավատը տեղի ունենա մարտի 17-ին եւ դատավորը վճռի, որ նա պետք է արտաքսվի կամ կալանավորվի եւ այլը, շտապ միջոցներ ձեռնարկել։ Շտապ միջոցների ցանկը մեր ռազմավարության քայլերի, պլանների ցանկը, այսպես ասեմ։ Եթե հնարավոր է կգտնենք իրավաբանների հետ կապ հաստատելու միջոց, կգտնենք, եթե ոչ, ոչ։ Նրա իրավաբանական թիմը կարող է դիմում ներկայացնել եւ շտապ պահանջել ներկայացնել արտաքսման հետաձգման համար։ Եթե ինձ լսում են նրա իրավաբանները, կարող եք նաեւ այդեաներ քաղել, ձեզ փոքրիկ անգամ ուղղությունը միգուցե ձեզ այլ մտքեր տա, այլ հնարավորություններ տա։ Գիտեմ, որ դուք գիտեք շատ բաներ, բայց միգուցե որևիցե բան ի նկատի չեք ունեցել կամ ուշադրությունից բաց եք թողել։ Եթե արտաքսման որոշումը կա, իրավաբաններ, դիմել անմիջապես պահանջ այդ արտաքսումը հետաձգելու համար ձեր հայցը անմիջապես ներկայացրեք։ Հնարավոր է նրա ընտանիքի անդամների հետ կապ հաստատել, այդ հնարավորությունը մենք չունենք,
որ որոշումներ կայացնենք նրանց հետ միասին։ Ամերիկայի միգրացիոն և մարդու իրավունքների իրավաբանական կազմակերպություններ։ Զանգահարել, ուղարկել էլեկտրոնային փոստ, անհապաղ։ Այս խմբերը մասնագիտացված են շտապ արտաքսման գործերում և կարող են իրավաբանական օգնություն տրամադրել։ Խնդրում եմ գրի առեք, ովքեր ցանկանում են օգնել։ Լավ, գրեք հենց իմիկվանից, 1 գործողություն, պլան։ ԱՄՆ-ի միգրացիոն մարդու իրավունքների կազմակերպություն, զանգահարելը, դիմելը, խնդրել կամ խարքելել։ Գրեք, առաջին, ACLU քաղաքացիական ազատությունների միություն, միգրացիոն իրավունքներ են պաշտպանում։ Տարածաշրջանում կարող եք ուղիղ կապով զանգել իրենց, կա էլեկտրոնային պոչտան։ Հեռախոսի համար 212 549 2500։ Գրեցիք ձեր առաջին իսկ քայլերը, կարող եք նախօրոքել անել, բայց շտապ օգնության նման, եթե վճիռը վատ լինի, անմիջապես զանգահարում եք բոլորդ այս կուսակցության կազմակերպությանը և կարող եք դիմել էլեկտրոնային հասցեով։ Համար երկրորդ, ազգային ներգաղթյալների արդարադատության կենտրոն, NIJC, National Immigrant Justice Center։ Հեռախոս, գրեք, ձեռքի տակ ունեցեք, շտապ բաների համար, 312 660 1370, էլեկտրոնային փոստը, ադրեսը կարող եք գտնել իրենց կայքում։ Ուղղակի Google տվեք, կայքը կբերի, մենակ Google-ում գրեք NIJC, այդքան բան, ձեզ կայքը կբերի։ Կա այլ կազմակերպություն Human Rights First, ապաստարան և արտաքսման պաշտպանության մասնագետներն են այնտեղ։ Հեռախոսի համար 212 845 5200։ Ունեն նաև էլեկտրոնային հասցե։ Ես այսօր կդիմեմ նրանց։ Այս որ երրորդը եղավ, երրորդը թե, լավ, թվերը կարևոր չեն, գրի առեք։ Երրորդն է թե չորրորդը, չգիտեմ, հիմա չեմ հիշում։ ԱՄՆ էմիգրացիայի իրավաբանների ասոցիացիա, AILA, Նևադայի մասնաճյուղ, այսինքն Նևադայի միգրացիոն իրավաբանների հետ կապը կարող եք պաշտպանել այս էջում, նորից եմ ասում, դրեք Google AILA և կտեսնեք կայքը, կկարդաք, կծանոթանաք, ուզում եք օգնել, ուզում եք մասնակցել, ուզում եք դիմել, ծանոթացեք այս կայքերին իմ ասած, որ իմանաք ինչով են զբաղվում և ինչքան և պատկերացնեք այն օգնությունը, որ նրանք կարող են տրամադրել մեր խնդրանքների հետևանքով, ձեր զանգերի պատճառով, ես ձեզ կոնկրետ ուղղություն եմ տալիս։ ԱՄՆ-ի սենատորներ, կոնգրեսականների քաղաքական ճնշման գծերով, օրինակ Նևադայի քաղաքական գործիչ որպես սենատորին Ջեյքի Ռոզենին ես արդեն դիմել եմ 3։ Նա ապահովում է միգրացիոն իրավունքների պաշտպանությունը
Այսինքն այդ հարցերով է առնչվում շատ, դրա համար էլ որոշել եմ նրան դիմել և դիմեցի։ Կարող եք զանգել այնտեղի գտնվող հայերդ Ամերիկայի 702 388 0205 Կարող ենք դիմել նաև սենատոր Քեյթրին Կորտես Մաստո, չգիտեմ, սա երևի լատինական անուն է թե ինչ, մի խոսքով, նա էլ է սենատոր նման արտաքսումների և այլակցով, կարող է մեծ դեր խաղալ, Լաս Վեգասում է գտնվում նա։ Խնդրում եմ զանգել 702 388 5020 Կարող եք նաև դիմել իրենց կայքում, անմիջապես կոնտակտի մեջ մտնել, տեղադրելով նահանգի անունը, քաղաքի անունը, ձեր տվյալները և գրել ձեր նամակը։ Ես այդ էջում, բերեք այսպես ասեմ, անկեղծորեն, երբ որ գնում է սենատորների էջը, ուրեմն անմիջապես կոնտակտի ֆորմա է բացվում, անուն ազգանուն գրեցիր և այլը, երբ որ գրում ես հեռախոսի համարը և չես գտնվում Ամերիկայում, մեսաժ չես կարող ուղարկել, ուղղակի միայն տեղացիների համար է, ամբողջ Ամերիկայում գտնվող։ Հասցեն պիտի գրես նահանգը, եթե ես հիմա Եվրոպայում եմ գտնվում, ինչպես կարող եմ դրան գրել։ Չես գրում, նամակը չի ուղարկվում, այսինքն այդ ֆորման մեսաժի հետ միասին չի ուղարկվում։ Եվ տեսա, ինչպես տեսնում եք, դա ավելի շատ հեշտ է, այո, հայեր ջան, Ամերիկայում գտնվող ձեզ համար, ուղղակի գրեք ձեր նահանգը, քաղաքը, հեռախոսի համարը, էլեկտրոնային պոչտան, այնտեղ կա մեծ իմայլի, այսինքն մեսաժի տեղ, գրում եք ձեր խնդրանքը, ուղարկում եք այդքան բան։ Կարող եք դնել պետիցիայի հղումը, որ տեսնեն, թե ինչքան մարդ է ստորագրել, սա հասարակ հարց չէ, սա ինչ-որ մի անհայտ ան չէ, որ կրիմինալ հանցագործ բաներ է կատարել և այլը։ Այս հասարակական աջակցությունը ցույց է տալիս, որ պետք է զգույշ լիներ, սա երևի քաղաքական հետապնդում է, և դա կարող է զգաստեցնել նրանց, որպեսզի անարդարություն չկատարվի։ Հարգելիներս, երեկ այս սենատորին դիմելու ժամանակ փորձելով ինչ մտածել, ինչպես մեսաժս ուղարկեմ, ստիպված եղա հեռախոսի փոխարեն, որտեղ ես պետք է իմ հեռախոսը դնեի, դրեցի դատարանի հեռախոսի համարը, իսկ հասցեն, չգիտեի ինչ հասցե դնեմ, միգուցե ծաղելի թվա, բայց ասեմ, որ գիտեք ինչ, մարդը, որ ձգտում է մի բան, ինչի ասես դիմում է, որպես հասցե ես գրեցի նահանգն ու քաղաքն ու հասցեն պետք է լրիվ գրել, ես գրեցի հենց իրեն հասցեն, սենատի և այլը, բայց որպես ասնվություն, որպեսզի դա խաբեություն չնկատվի ու զարմանա և կասկածի դնի մեր անկեղծությունը, ես նամակի վերջում հայտնեցի այդ մասին, մեսեջում գրեցի, որ կներեք, ստիպված էի այս ամենն անել և ուշադրություն մի դարձրեք հեռախոսի համարի վրա և հասցեի, եթե ցանկանում եք ինձ հետ կապնվել, միայն իմ անունն, ազգանունն ու էլեկտրոնային պոչտան է ճիշտ ասված ձեզ հայտնված։ Ես ուղղակի ստիպված էի այդ քայլին դիմելու, թող հասկանա, որ և այլը, արդեն հասկացաք, թե ինչպես։ Ասեցինք, չէ, հիմա սենատորների մասին ասեցինք, մարդկային իրավունքների կազմակերպությունների անունները տվեցի, ԶԼՄ-ներ, CNN-ի քննչական բաժինը, CNN 30 Investigations, CNN-ի իրավական հարցերի քննման բաժնին արդեն նամակն ուղարկվել է
անցած հաղորդումների ժամանակ ասեցի, New York Times-ին նույնպես, The Guardian Ամերիկայի նույնպես ուղարկվել է, կարող եք դուք էլ ուղարկել այլ թերթերի, հայկական համայնքին ներգրավել։ Հիմա բերենք խոսենք անհրաժեշտ գործողությունների մասին երկուշաբթի օրվա համար, եթե նապարտվում է գործը։ Իհարկե, մեր ցանկությունը շատ մեծ է ազատության հաղթանակի։ Դա հեշտ է, ժողովուրդ, կարող ենք ցնծալ, ուրախանալ, դրա համար մեծ ջանքեր չի պահանջում։ Բայց բերեք պատրաստվենք վատ ավարտի համար, որը շատ ջանքեր է պահանջում դրան դիմակայելը։ Եթե լավը լինի, դա շատ հեշտ է, իհարկե։ Իսկ եթե պարտվում է, շտապ քայլերի բան է առաջանում, անհրաժեշտություն։ Շտապ զանգում ենք ACLU կամ NIJC և խնդրում ենք նրանց իրավաբանական օգնություն։ Կապ ենք հաստատում Նևադայի սենատորների հետ միջամտելու խնդրանքով։ Զանգահարում ենք լրագրողներին և բողոքի ակցիաներ ենք կազմակերպում, եթե դա անհրաժեշտ լինի։ Ահա համառոտ ասած պլանը վատի դեպքում։ Խնդրում եմ, զգոնություն, հանգստություն պահեք, եթե հանկարծ արդյունքները լավը չլինեն կամ ընդհանրապես, երբ որ մասնակցում եք նիստին, իհարկե Վարդանի հեղինակության համար, նրա պաշտպանողներին դեմքերը մասին տեսնելով, դատավորը եզրակացությունները նաև անում Վարդանի մասին, ով է նա։ Դատական նիստի որոշման մասին անմիջապես այնտեղ մոտեցեք փաստաբաններին և հարցրեք։ Հարցնելը բոլորիդ իրավունքն է, եթե ամերիկացիներ են, ոչինչ, անգլերեն հարցրեք, հավաքվել եք, այդքան էներգիա ժամանակ եք ծախսել, իրավունք ունեք հարցնելու, չէ՞։ Դուք իրենց գործին սատարում եք, որ հաղթեն։ Նրանք պարտավոր են ձեզ նիստի որոշման մասին տեղեկատվություն տալ։ Տարեք միկրոֆոն, ձայնագրեք։ Նրանք էլ տեսնել, որ վիդեո եք անում, ինչու ոչ։ Այս մարդու իրավունքների իրավաբանական կազմակերպությունների ընդդիմելով մենք պետք է նրանց ուշադրությունը ուղղենք այս գործին և խնդրենք նրանց շտապ իրավաբանական միջամտությունը։ Ուղարկենք ԶԼՄ-ներին, էլ հասցեներով, ուղարկեք վիդեոները ձեր, եթե ցանկանում եք, ցույց տվեք նրանց և խնդրեք նրանց ուշադրությունը։ Ակտիվիստներ ներգրավեք, աջակիցներ, սոցիալական հարթակներում, խաղաղ բողոքի ցույցեր կազմակերպել, այս ամեն ինչը ես ասում եմ վտանգի դեպքում և հնարավոր վատ պատասխանի վճիռների դեպքում։ Եթե ԶԼՄ-ների վրա ճնշում է մի քիչ գործադրվում, պահանջում նրանց աջակցությունը, հանրային մեծ, այսպես բարձր կոչերի, քանակների և այլը ձայնարկության շնորհիվ կարող են նրանք ուշադրություն ցույց տալ, արդեն հնարավոր չի լինի արհամարհել դրան։ Դատարանի որոշման վրա կարող են նաև իրավաբանները անմիջապես դիմել բողոք և
հայց համոզվենք, որ իրավաբանները պատրաստ են դրան։ Որքան հնարավոր է շատ աղմուկ, աջակցություն մեդիա հարթակներում սոցիալական, այնքան ավելի լավ կլինի, որ ԱՄՆ-ի հայկական իշխանությունները ստիպված կլինեն նկատի առնել այդ ձեր բոլոր արձագանքները, աղմուկը, մեդիայի ուշադրությունը, սոցիալական հարթակների ուշադրությունը, Twitter, Facebook, Instagram, TikTok, նկատի ունեցեք ինչքան տեսանելիությունը մեծ է, ինչքան աղմուկը մեծ է, ոչ ԱՄՆ-ի, ոչ հայկական կառավարությունը չեն կարող դրա վրա ուշադրություն չդարձնել։ Ես հասկանում եմ, որ սա բոլորիս համար դժվար ժամանակ է, բայց դուք արդեն կատարել եք հզոր քայլեր, ինչ ձեր ձեռքերում կա, այս ձեր աջակցությունը, քաջալերումը, պետիցիաների ստորագրումը, այժմ մեր տեսանելիության մակարդակը բարձրացնելու խնդիր կա և իրավաբանական գործողությունների։ Մենք մեր ակտիվությունը պետք է շարունակենք մինչև հաղթանակ։ Շատ կարևոր է բոլորիդ ակտիվ մասնակցությունը, կազմակերպվածությունը, համառությունը այս մարտում։ Շարունակենք այս պայքարը, կազմակերպենք բազմություն, տարածենք տեղեկատվություն, միանալ, միասին հասնելու համար, համատեղ հասնելու համար հաղթանակի։ Շատ գործեր կան անելու, շատ։ Չհուսահատվեք, մնացեք հույսով, մեր ուժերը կմեծանան, մարդկանց միգուցե աջակցությունը թվերը կավելանա, միգուցե երկարատև այս գործի ընթացքում։ Եվ դա գործընթաց կփոխի։ Լինենք կազմակերպված, շարունակենք պայքարը և հիշենք, նման մի խոսված կա անգլերեն լեզվով, ասում է It is over when we say it is։ Ես բացատրեմ, ասում է ավարտված է, երբ մենք ենք ասում։ Դա արտահայտում է վճռականություն, տոկունություն, վերահսկողություն իրավիճակի նկատմամբ։ Այսինքն մեր պայքարը չի ավարտվում, քանի դեռ մարդիկ դա հլը չեն որոշել, որ դա ավարտն է։ Սա ցույց է տալիս մեր գիտակցությունը, որ մրցակցությունը մեծ է, մարտահրավերները շատ են այս իրավիճակում, որ մենք շարունակում ենք պայքարել։ Դա նշանակում է նաև, որ ոչ մի բան, եթե որևիցե բան կավարտվի, ոչ թե արտաքին գործոնների ճնշման տակ, այլ այն ժամանակ, երբ մենք կորոշենք, որ դա ավարտված է, ավարտված ենք համարում։ Հիմա մենք ասում ենք, այո, սա վերջն է, ավարտվել է, մենք էլ խնդիր չունենք։ Սա ցույց է տալիս մեր վճռականությունը, միասնությունը և ընդգծելով, որ մենք շարունակելու ենք այս պայքարը, մինչև մենք որոշենք, երբ է ժամը կանգ առնելու։ Հասկացաք։ Հասկացաք մեզ լսող հակառակ կողմ։ It is over when we say it is. That's all. Առույցն այլևս չի քնում։ Ջինը արդեն շշից դուրս է եկել։ Ազգը արթնանում է և հետևում է բոլոր իրադարձություններին զգոն։ Մենք հուսում ենք և հավատում, հույս ենք տածում,
որ այս պայքարը կշարունակվի եւ լավ ավարտ կունենա։ Եվ նաեւ, ահա հիշեցի, պարոն Փաշինյան, իշխանություն, գիտեք ինչ, մինչև հիմա դուք հայտնի եք եղել ձեր բոլոր ձախողումներով, ամեն հարցում, ամեն խնդրում, ամեն հարթակում, այստեղ, այնտեղ, ամենուր, ամեն ինչում, ձեր ձախորդությունների, թե կազմակերպված դիտավորյալ ձախորդումների օրինակները շատ են։ Այդ գծով դուք շատ ուժեղ սպեցիալիզացված մասնագետներ եք։ Ինչպես ձախողել այն լինելու գործն անգամ, այսպես ասեմ։ Դրա համար ես հույս եմ տածում ու հավատում, որ այս գործն էլ կձախողեք։ Ինչ եք կարողանում հաջողացնել, որ այս էլ հաջողացնեք։ Ահա, այսպես եմ ես ձեր ամեն ինչին հիմա նայում։ Այսպես ասած ժողովրդի լեզվով, ինչ եք բաշարում, որ ես էլ բաշարեք։ Ձեր ձախորդությունների ռեկորդները մեծ են, ամեն ինչում։ Ահա այդպես կբնութագրեի։ Հաշվենք, թե սա էլ է լինելու ձեր ձախորդությունների ցուցակին ավելանալու մեկ հատ եւս ձախորդություն, այսպես կասեի։ Դա Աստված իմ ասածը ճիշտ դուրս գա։ Ձեր բնութագրին նայելով, ձեր գործավոճին նայելով, ամեն ինչին խելքին նայելով ու խելքի պակասին նայելով, ես այսպես եմ ենթադրում, սրանում էլ կձախողվեք, ինչ արած։ Մեղքեք, իհարկե ոչ, բայց այս դատը ձախողելու դեպքում դուք պարտավոր եք կոմպենսացիա վճարել այս ամեն ինչի համար։ Դա էլ հաջորդ քայլն լինելու, հիշեք եւ իմացեք։ Դե ինչ բարեկամներս, խնդրում եմ բաժանեք այս ձեր կտարածեք հոլովակները, եթե ցանկանում եք, իհարկե։ Եթե ցանկանում եք դրեք հավանության նշան, բաժանորդագրվեք։ Գիտեք ինչ, մարդիկ նայում են մի հատ լայք դնելու համար նույնիսկ ալարում են։ Ես այսքան բանը ստուգում եմ, կազմակերպում եւ այլն, ինչպես տեսնում եք, աշխատատար ժամանակ է այս ամեն ինչը մտածել, կազմակերպել, ելքեր որոնել, աշխատանք է չէ տարվում եւ ձեզ հրամցվում իդեալներ, մտքեր տալիս եւ այլ գործողությունների մասին։ Իսկ դուք մի հատ չեք ուզում, նույնիսկ շատ դժվար է մի հատ կոճակը սեղմել, լայք դնելը, ճիշտ է։ Ես ով որ արել է նրան չի խոսքը վերաբերվում, ովքեր միայն նայում են ու անցնում առաջ, դա գիտեք ինչի է նման, կարծեմ մի անգամ Արայիկ Սարգսյանն էր այդպես ասում, երբ որ ձեզ մի բան են հյուրասիրում, ինչպես վերցնեք ու մի հատ շնորհակալություն նույնիսկ չհայտնեք։ Նույնիսկ եթե ձեզ մեկը ծամոն է տալիս, հասարակ մի հատ ծամոն, շնորհակալություն եք ասում այդ մի հասարակ բանի համար։ Ձեր շնորհակալությունը հենց ձեր հավանությունն է, բայց իհարկե ես չեմ ստիպում դա անել, եթե չեք հավանել տեսանյութը, դա էլ եմ հասկանում, բայց այն մարդիկ, որ տեսանյութը ճիշտ են համարում եւ ունեն իրենց մեջ հավանություն, ես չեմ տեսնում պատճառ, ինչու չեք դնում հավանության նշանը, որ հասնի բացի ձեզանից, որ հիմա կաք լսարան, այլ մարդկանց խմբերի էլ, այլ խմբեր էլ նկատեն այս տեսանյութը, միանան մեր շարժմանը, ինչու չեք անում, միայն խոսքերով, Ազատություն Վարդանին, Վարդան վարչապետ եւ այլը, դա քիչ է, եթե նույնիսկ մի հատ չեք տարածում տեսանյութերը, մարդկանց, այլ մարդկանց ներգրավում, այս շարժումը պետիցիայի մեր բողոքները, դրա շարժումն է նաև մեր պայքարը։ Ինչ ասեմ դե, դուք պետք է աջակցեք ձեր ուժերի ներածին չափով, քաջալերեք